խնդիրը իրանց այստեղ լինելը։ Ազգային բարերար Սամվել Կարապետյանին պատկանող հեծի լիցենզիան դադարեցնելու հարցի վերաբերյալ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հրավիրած նիստը սկսվել է սկանդալով։ Հեծի տնօրենի նախկին պաշտոնակատար Դավիթ Ղազինյանը հայտարարել է, որ հեծի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը իրավունք չունի լինելու հանձնաժողովի նիստին որպես Ասեք ինչու եք ուստալի, դուք կողմ եք, ես նախագահի մոտ չէ, ես ամենքի սենյակում նստած եմ, Քաղաքացիական պայմանագրի անդամ Ռոմանոս Պետրոսյանը կուսակցի տարածքային կառավարման նախարար Դավիթ Խուդաթյանի հետ մտել է ՀՑԿ նիստերի դահլիճ, որտեղ նրան լրագրողները դիմավորել են հարցերով, թե օրենքի որ կետի համաձայն է նա որպես կողմ մասնակցում նիստին։ Լրագրողների հարցերի տեղատարափից Պետրոսյանին փորձել է փրկել ՀՑԿ նախագահը, լրագրողների գործողությունները անվանելով խուլիգանություն եւ սպառնալով նրանց դուրս անել դահլիճից իրավապահների օգնությամբ։ Բայց այն ինչ որ դուք անում եք, դա անկարգություն է, խուլիգանություն է, նիստերի վարման կարգից դուրս, կանոնակարգից դուրս գործողություններ եք անում։ Սպասում եմ, զբաղեցրեք ձեր համար նախատեսված տեղերը հարգելի լրագրողներ։ Մինչև այս նիստը շատ էին խոսակցությունները, որ արդեն կա որոշում ՀԵՑ-ը տաշիր կապիտալից վերցնելու վերաբերյալ։ Այդպիսի մի հայտարարություն արել էր նաև ՀԵՑ-ի ժամանակավոր կառավարիչը, սակայն Ռոմանոս Պետրոսյանը այսօր ասել է, թե դա իր ենթադրությունն է եղել։ Հայաստանի վարչապետն արդեն հայտարարել է, որ լիցենզիայի դադարեցումից հետո կամ կպետականացնեն կառույցը, կամ կառավարման կհանձնեն մեկ այլ միջազգային ընկերության։ Տաշիր կապիտալից լիցենզիան վերցնելու համար պետությունը մի քանի 100 միլիոն դոլար պետք է վճարի ընկերությանը։ ՀԵՑ-ի տնօրենի նախկին ժամանակավոր պաշտոնակատարի կարծիքով որևէ հայ գործարար չի վերցնի ՀԵՑ-ի կառավարումը։ Դավիթ Ղազինյանը չի բացառել թուրքական կամ ադրբեջանական ընկերություն ստանձնի ՀԵՑ-ի կառավարումը։ Ներքին, այսպես ասած, ռեսուրս ունեցող անձին կամ ընկերությունները չեն անի դա, որովհետև դա Սամվել Կարապետյանի դեմ իմ կարծիքով գոնե բարոյական քայլ չէ, հաշվի առնելով, որ խլել են վերջին հաշվով։ Իմ ինֆորմացիայով հանձնաժողովի շատ ներկայացուցչական կազմով գնացել եմ Թուրքիա։ Եղել եմ Թուրքիայում ես վերջերս, հիմա իրենք թող բացատրեն ինչ էին գնացել Թուրքիա նպատակները։ Բոլորը շատ լավ հասկանում ենք, որ այս մեր, այսպես ասեմ, մի թշնամական մյուս, ես նույնպես համարում եմ, այսպես թշնամական, որովհետև վերջին հաշվով մեր թշնամի երկրի ամենամոտ բարեկամն է։ Այդ երկրների հետ Ադրբեջան Թուրքիան։ Այո, այդ երկրների հետ մեր այս իշխանությունների սիրախաղավոր սկսվել է։ Ես համոզված եմ, որ եթե անգամ գտնեն մի ընկերություն, որը դա ձեռք է բերելու, դա կամ լինելու է ուղիղ այդ երկու երկրներից մեկի ընկերությունները կամ իրենց հետ ինչ-որ փոխկապակցվածություն ունեցող, բայց ոչ իրենց ուղիղ տեսակ։ Մեծ Բրիտանիայի խորհրդարանում պալատի լորդ Ջեքսոնը կազմակերպել է քննարկում Նիկոլ Փաշինյանը, Հայ առաքելական Սուրբ եկեղեցու եւ Սամվել Կարապետյանի հետապնդումները թեմայով, հայտնել է մեր ձևով շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը։ Նա նշել է, որ բրիտանական խորհրդարանի անդամներ, հոգեվորականներ եւ մեդիա ներկայացուցիչներ միացել են մեջբերում այս կարևոր քննարկմանը նվիրված կրոնական ազատության եւ Հայ առաքելական եկեղեցու պաշտպանության հարցերին։ Սամվել Կարապետյանի միջազգային փաստաբան Ռոբերտ Ամստերդամը աշխարհարչակ լրագրող Թաքել Կարսոնի հետ զրույցում հայտարարել է, որ Հայաստանի կառավարության հալածանքները եկեղեցու նկատմամբ տեղի են ունենում առանց միջազգային արձագանքի, քանի որ գերտերություններից մեկի ԱՄՆ-ի պետդեպարտամենտն է որոշում աշխարհում որ քրիստոնյաներին աջակցել, որոնց ոչ։ Շոկային է, թե ինչպես է Հայաստանը ղեկավարում մի վարչապետ, որը կարծես արհամարում է իր իսկ հայկական պատմությունը։ Նրանք հեռացրել են Արարատ լեռը կնիքի վրայից։ Չեն խոսում ցեղասպանության մասին, հարձակվում եկեղեցու վրա։ Երկրի ղեկավարը ցանկանում է հեռացնել կաթողիկոսին եւ ինքը նշանակել նորին։ Ես այս հարցին շատ անձնական եմ վերաբերվում, որովհետեւ ես հնարավորություն ունեցա Հայաստանի դատարանում պաշտպանել իմ հաճախորդին։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել Հայաստանի փաստաբանների պալատին, թարգմանչի միջոցով անձամբ իմ պաշտպանական ճառով հանդես գալու հնարավորության համար։ Ես կարողացա անմիջականորեն հանդես գալ դատարանում եւ կարծում եմ արդյունավետ կերպով ցույց տվեցի,
թե որքան զավեշտալի էր այդ դատավարությունը եւ մեղադրանքները Սամվել Կարապետյանի նկատմամբ, որն աներևակայելի սկզբունքային քրիստոնյա է եւ այժմ գտնվում է բանտում, արդեն 5-րդ ամիսն է։ Բոլորովին անմեղ, միայն Աստծուն փառաբանելու համար։ Եվ հենց դրա համար են բանտում։ Կա մեծ ճնշում վարչակազմի կողմից Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության հասնելու ուղղությամբ, ինչը իհարկե բոլորս ողջունում ենք։ Բայց դա տեղի է ունենում Հայաստանի ժողովրդի համար ահռելի գնով, կորսվում եւ պղծվում են հսկայական մշակութային ու եկեղեցական սրբություններ։ 120,000 մարդ Ադրբեջանի կողմից բռնի տեղահանվել է եւ այդ մասին չի բարձրաձայնվում։ Մենք ունենք 23 քրիստոնյա գերի Բաքվում եւ Հայաստանի վարչապետը անգամ այդ մասին չի խոսել, երբ հանդիպել է նախագահ Թրամփի հետ։ Թրամփն ինքն է այդ հարցը բարձրացրել։ Իմնեմնիմի փոդքասթի հաղորդավարներ Վազգեն Սաղաթելյանը եւ Նարեկ Սամսոնյանը ձերբակալվել են։ Քննիչի հաղորդմամբ նրանք մեղադրվում են խուլիգանության համար։ Քրեական գործի հարուցման պատճառ է դարձել Իմնեմնիմի փոդքասթի նոյեմբերի 10-ի թողարկումը, որտեղ հաղորդավարներն անդրադարձել են ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանին։ Նրա մամուլի խոսնակը հաստատել է, որ Սիմոնյանը հաղորդում է տվել իրավապահ մարմիններին փոդքասթի ընթացքում հնչած վիրավորական արտահայտությունների եւ սպառնալիքների վերաբերյալ։ Լրագրողներին Ալեն Սիմոնյանն ասել է մեջբերում լավ է արել, որ դիմել է։ Դիմելում լավ եմ արել, բայց ինչ պետք է անել։ Եվրոպական հանձնաժողովը մոտ 6 միլիարդ եվրո է փոխանցել Ուկրաինային։ Եվրախորհրդարանի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը նշել է, որ այդ գումարները տրամադրվել են ռուսական սառեցված ակտիվներից ստացված եկամուտներից։ Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն հայտարարել է, որ Եվրոպայում նորից արհեստականորեն սրում են հակառուսական հիստերիան։ Նրա խոսքով նման մեթոդները Եվրոպայում կիրառվում են արդեն մի քանի դար, եւ ներկայիս քաղաքական առաջնորդները չեն ճանաչում իրենց երկրների պատմությունը։ Ուկրաինական կողմը հայտարարել է, որ երկու երկրների միջև խաղաղության շուրջ բանակցությունները կասեցվել են առաջընթացի բացակայության պատճառով։ Ի պատասխան Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը նշել է, որ Ուկրաինան վաղ թե ուշ ստիպված կլինի վերադառնալ բանակցություններին, սակայն դա կանի ավելի վատ դիրքերից։ Կրեմլն գիտություն է ընդունել Ռուսաստանի բանակցությունների դադարեցման վերաբերյալ Ուկրաինայի հայտարարությունները, ասել է Պեսկովը։ G7-ի երկրների արտգործնախարարները համատեղ հայտարարությամբ շեշտել են ռուս-ուկրաինական պատերազմում հրադադարի հրատապ անհրաժեշտությունը։ Արտգործնախարարները նշել են, որ ներկա շփման գիծը պետք է դառնա բանակցությունների մեկնարկային կետ։ Թեհրանի Ամիր Քաբիր ջրամբարը վերջին տասնամյակների ընթացքում հասել է ջրի ռեկորդային ցածր մակարդակի, առաջացնելով ջրային պահեստի լուրջ պակաս։ Ավելի վաղ Իրանի նախագահը հայտարարել էր, եթե անձրևներ չտեղան, մայրաքաղաքի բնակիչներին ստիպված կլինեն տարհանել։ ԱՄՆ նախագահը կհամաձայնի նոր գագաթնաժողով անցկացնել Ռուսաստանի նախագահի հետ միայն այն դեպքում, եթե հանդիպումը նպաստի Ուկրաինայի պատերազմի դադարեցմանը, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ Նա նշել է, որ երկու կողմերն են համաձայնել են, որ հաջորդ հանդիպումը պետք է արձանագրի կոնկրետ արդյունք եւ պետք է վստահ լինել, որ իրական հնարավորություն կա դրական արդյունքի հասնելու։ Միաժամանակ Ռուբիոն հայտնել է, որ ԱՄՆ-ն այլևս Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ կիրառելու հնարավորություններ չունի։ Ռուսաստանի հարցում մենք գրեթե սպառել ենք պատժամիջոցներ հաստատելու գործիքակազմը։ Իմաստ չունի սահմանել պատժամիջոց, որը իրագործել չենք կարող։ Արդեն գործում են պատժամիջոցներ Ռուսաստանի խոշոր նավթային ընկերությունների դեմ, իսկ ռուսական ստվերային նավատորմի դեմ պետք է պայքարի Եվրոպան։ Պետքարտուղարը տարօրինակ է համարել, որ եվրոպական երկրները ցանկանում են, որ ԱՄՆ-ն Ուկրաինային ուղարկի միջուկային զենքով հագեցած տոմահակ թևավոր հրթիռներ, բայց երբ Միացյալ Նահանգները ավիակիրներ է տեղակայում իր կիսագնդում, դա ինչ-որ խնդիր է դառնում, ասել է Ռուբիոն։ ԱՄՆ-ում ավարտվել է պատմության ամենաերկար կառավարական շատդաունը։ Երկրի նախագահ Դոնալդ Թրամփը 43-րդ օրը հաստատել է կառավարության բյուջեն։ Նա հարկադիր պարապուրդի պատճառով առաջացած կորուստները գնահատել է $1.5 տրիլիոն եւ դրա համար մեղադրել դեմոկրատներին։ Սպիտակ տունը YouTube-ի ալիքում տեսանյութ է հրապարակել կից գրառմամբ՝ հանգչիր խաղաղությամբ, դեմոկրատների շատդաուն։
Don't let your love Կարեմ քաղաքի արևելքում գտնվող Ալ-Ջունայդի կատնամթերքի գործարանի անվտանգության տեսախցիկները ֆիքսել են, թե ինչպես են դիմակավորված անձինք, որոնք ենթադրաբար իսրայելցի վերաբնակներ են, հարձակվում կատնամթերքի գործարանի վրա։ Նրանք ներխուժել են տարածք, քարեր նետել տեսանկարահանման սարքերի ուղղությամբ, փորձելով դրանք ջարդել, ապա հրդեհել բեռնատարներն ու մեքենաները։ Պաղեստինի տնտեսական նախարարությունը կոչ է արել միջազգային հանրությանը շտապ միջամտել, կասեցնելու վերաբնակների հարձակումները պաղեստինյան քաղաքացիական բնակչության և տնտեսական օբյեկտների վրա։ Իսրայելի զինուժը դատապարտել է գործողությունը։ Պերուում միջմարզային ավտոբուսը 200 մետր խորությամբ կիրճն է ընկել։ Վթարի պատճառով զոհվել է 37 մարդ, ևս 25-ը վիրավորվել։ Ողբերգական վթարը տեղի է ունեցել վտանգավոր շրջադարձերով հատվածում։ Ռուսաստանի Չելյաբինսկ քաղաքի երկնքում նկատվել է մանուշակագույն հյուսիսափայլ։ Ըստ Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի, մոլորակի շուրջ ձևավորվել է վերջին տարիների ամենահզոր հյուսիսային լույսերի գոտիներից մեկը։ Այս երևույթը առաջանում է երկրի մագնիսական դաշտի և արևային քամու լիցքավորված մասնիկների փոխազդեցությունից։